Պարոն Ավետիսյան, ձեր նախագիծը հասկացանք նախագծերը գույքահարկի հետ կապված մերժեց իշխանությունը, բայց խորհրդանի դահլիճում ամեն դեպքում պետք է քննարկվի։ Ինչ հույս ունեք խորհրդանի դահլիճում գուցե ձեր հիմնավորումները, որ սա սոցիալական բեռ է ձեր ստատիկ պապիկների վրա, այսինքն փոփոխություն լինի մտածելակերպում։ Տեսեք, չեմ կարծում, որ կգան դրան, որովհետև դրա համար ունեմ հստակ պատճառներ, ես վստահ եմ, որ լավորիչ չի, որ այդ հարկային բեռը բոլոր ուղղություններով բարձրացնում են, ուղղակի ապիկար կառավարման հետևանքով իրականում մենք ունենք արդեն այս տարի նախորդ տարվա երրորդ եռամսյակից լուրջ տնտեսական դժվարություններ։ Անցած տարի 230 միլիարդ քիչ փող են հավաքել։ Այս տարի էլ նախորդ տարվա համեմատ տնտեսական իրենց կանխատեսած աճը ավելի ցածր է, սոցիալական կարիքները շարունակում են մնալ, պետական բյուջեի մուտքերը նվազում են, իսկ ծախսերը ըստ էության չեն նվազում, հետևաբար դի փորձեն հարկ հավաքեն, այս դեպքում արդեն հարկ քերթեն։ Ասում եք, որ սա համայնքային իշխանության է գնում այս գույքահարկը։ Ինչ տարբերություն։ Տեսեք, որևէ տարբերություն չկա քաղաքացու համար։ Նայեք, ես բերում եմ հետևյալ օրինակը։ Կենտրոնում ապրող մեր հայրենակիցները, օրինակ տատիկներ, պապիկներ կամ չաշխատող մարդիկ, որոնք ունեն սոցիալական խնդիրներ, բազմահազար են Երևան քաղաքում։ Հիմա այդ մարդկանց գույքահարկը տարին տարվա վրա էապես աճում է։ Ասենք տարին տարվա վրա 21 թվականից սկսած 90%-ով աճում է։ Այսինքն կրկնապատկվել է, եռապատկվել է։ Բերում եմ օրինակ, ասում եմ կենտրոնում բնակվող քաղաքացին, որը ստանում է օրինակ թոշակ, մենակ թոշակ, քանիսը կան, չէ՞, միայնակ տարեցներ թոշակառուներ։ Հիմա այդ մարդիկ բնակվում են այդ կենտրոնում իրենց ժառանգած տանը եւ իրենց թոշակը բառից բուն իմաստով չի բավականացնում, ասենք նույնիսկ գույքահարկը վճարելու համար։ Ինչ անի այդ մարդը։ Ասում են թող չվճարի գույքահարկը, գնա արտոնություն խնդրի համայնքից։ Ես էլ պարզ բան եմ ասում եմ, այսինքն ինչ, գնա արտոնություն խնդրի, գույքահարկի արտոնություն խնդրի, մեկին տան, մեկին չտան, լավ գիտեք, այսինքն եւ դա դարձնում եք ինչ, մի հատ նոր ընտրակաշառքի մի հատ ձև, օրենքով սահմանեք մարդու արտոնությունը եւ այդ մարդը թող իմանա, որ այս կատեգորիան ունի արտոնություն եւ իր գույքահարկը համարժեք է լինելու իր եկամուտներին։ Կամ ասում եմ, ինչ եք հանել չհարկվող շեմը։ Եթե դուք սոցիալական պետություն եք, նախկինում օրինակ կադաստրային արժեքը 3 միլիոն դրամանոց կադաստրային արժեքով գույքերը, որ հիմա 10-15 միլիոն դրամանոց գույքերին համարժեք գույքեր են, 0 դրամ են վճարել գույքահարկ, որովհետև սոցիալական բաղադրիչ է ունեցել գույքահարկը։ Ցածր արժեք գույք ունեցողներից եկամուտներ չեն վերցրել, ասում եմ այդ մոտեցումը պահպանեք, որտեղ դա սոցիալական բաղադրիչ է, դա վերացրել եք։ Այսինքն սա ընդհանուր առմամբ կարծում եմ խնդրահարույց փոփոխություններ են։ Մոտավորապես քանի մարդու է վերաբերում, այսպես եթե հաշվարկը։ Իրենց հաշվարկով մոտ 900,000 միայն բնակարաններ եւ անշարժ գույք կա, բնակարաններ եւ առանձնատներ, սեփական տներ, այսպես ժողովրդի լեզվով ասած, հիմա 900,000-ի մեջ քանի մարդ ապրում բնականաբար մեծ հաշվով բոլորին է վերաբերում, ովքեր գույք ունեն, անշարժ գույք ունեն, բոլորին է վերաբերում։ Փոխնախարար ասում էր, որ իրենք շատ քիչ դժգոհություններ են ստանում, 1-2 հոգի են։ Դե ես էլ պատասխանեցի իրան։ Այսինքն չեն բողոքում։ Առաջվանը չի, որովհետև մարդը եթե 1 բողոքում է մնում անպատասխան, 2 բողոքում է մնում անպատասխան, ինչա չեն տեսնում այդ բողոքողներին։ Կառավարության շենք ինչա վերևից բանից են, պատուանից են մտնում դուրս գալի։ Չեն տեսնում ամեն օր մի օր բողոքում են ձկնաբույսները, մյուս օրը բողոքում են ավտոներկրողները, մյուս օրը բողոքում են գյուղացիները, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողները, մյուս օրը կարկուտից տուժածները, մյուս օրը մյուս սոցիալական խումբը, մյուս օրը մեր Արցախից բռի տեղանված մեր հայրենակիցները եւ այլն, այդ որ մեկը չի բողոքում։ Բայց գիտեք ինչ, եթե անընդհատ դու բողոքում ես, անընդհատ խնդիրը բարձրացնում ես, ոչ մի համարժեք պատասխան եւ այսպես ասենք առանց նկատի առնելու քո խնդիրը այդպես էլ շարունակում են նույն ձևով, մարդիկ էլ իմաստը չեն գտնում բողոքել։ Պարոն Ավետիսյան, բայց ամեն դեպքում այս դուք ասում եք բյուջեի խնդիր կա, անգամ այս հարկային այս բեռը բարձրացնելով եւ այլն, հնարավոր է այսպես այս ֆինանսական հարցերը լուծել կառավարությունում, թե այլ
այլ քաղաքականություն Ոչ, է պետք։ ոչ, իհարկե ոչ, որովհետև ակնհայտ մեր աչքի առաջ նաև սլացիկ թռիչքով աճում է Հայաստանի Հանրապետության պետական պարտքը։ Իսկ իշխանությունները պատմության մեջ մնալու են, կարծում եմ, բացառիկ է միակը մեր երկարատև հարյուրամյա պատմությունների մեջ, որ կարողացել են, ասենք, մի քանի տարում պետական պարտ կրկնապատկեն։ Հիմա եթե այսպես շարունակենք, կարող է 1-2 տարի հետո մենք խոսենք եռապատման մասին, եւ այո, երկրորդ ուղղությունը պետական պարտն է։ Ինչ են, քար են գցել ձեռները ցավա։ Պետական պարտքը վերցնում են, էլի։ Պետություն ենք, գերբ ու դրոշ ունենք, դեռևս սահմանադրություն ունենք, գնում են ֆոնդերից, տարբեր տեղերից, պարտքա բերում են, ծախսում են։ Այդ ծախսելուց մի բան էլ քար են անում, ասֆալտի գերշահույթների տեսքով, սեփական շրջանակից, տարբեր պետական գնումների։ Ինչ վատ է։ Պարգևատրում ու աշխատավարձ են ստանում, էլեկտրոմոբիլ են քշում, 7 միլիոն դրամանոց տոմսով Ամերիկա են գնում գալիս։ Ինչ է եղել։